Դասպես ներկայումս որ երկիրն է Հայաստանի հիմնական թշնամին։ Առաջ տեղ Ադրբեջան 56%, հետո Թուրքիա 28%, հետո Ռուսաստան։ Ռուսաստան չկա, մեկը կա ոչ մի, հա։ Թշնամի ընկալում։ Ռուսաստանի հետաքրքիր է, ընկալում են ոչ բարեկամ, բայց թշնամի չեն ընկալում։ Թշնամի չեն ընկալում, ստե բանով դե Թուրքիան իջել է, օրինակ 21 թվականին Թուրքիան թշնամի է համարել մարդկանց 46%-ը, հիմա համարում է 28%-ը, իսկ Ադրբեջանի նկատմամբ թշնամանքը աճել է 21 թվականի համար, 21-ին եղել է 46%, հետո 56։ Բայց ես պատկերացնում եմ, որ էսի պայմանավորված է, քանի որ 21 թվի տվյալը 22-ին եղել է հարձակումը, ջերմուկի դեպքերը բան, ու դրանից հետո այդ աճել է, իսկ Թուրքիան, քանի որ 20-ին էր ակտիվ ներգրավված, հետո որպես այդպեսին пассивացել է, գնալով նվազել է։ Դրան էլ գումարենք նաև այն հանգամանքը, որ հայ-թուրքական հաշտեցման մասին խոսակցություններն են բավականին այսպես շատացելու այդ ուղղությամբ իշխանություններն աշխատում է, որ պետքա փորձել հարաբերությունները կարգավորել, ինձ թվում է այդ առումով էլ է նաև նպաստը հանրային ընկալումների վրա, որ Թուրքիային ավելի պակաս թշնամի են սկսել ընկալել, քան որ ընկալում էին։